Եղբայրներ Տիրոջը փառավորվի։ Շնորհակալ ենք մեր Տեր Աստծուց այսօրվա համար, այս հնարավորության համար, որ մեր բոլորի կյանքի մեջ Աստված նորից հնարավորություն է տվել եւ մեզի համար դուռ է բացել, որ ես ու դու ներս մտնենք այդ դռնով, եղբայրներ քուրեր, եւ այդ դուռը կյանքի դուռն է, որ Հիսուս Քրիստոսով բացել է յուրաքանչյուրիս համար, եւ այդ դուռը մեզ տանում է հավիտենական թակավորությունը, երկնքի արկայությունը։ Նախքան աղոթքը ես ուզում եմ կարդալ Պետրոս առաքյալի թղթերից, որ մեր հավատքը հաստատվի Աստծո խոսքով, եղբայրներ քուրեր, որ մեր հավատքի հիմքը լինի Աստծո խոսքը, սա շատ կարևոր է, եղբայրներ քուրեր։ Եվ այսօր էլ որ մենք եկել ենք պաշտամունքի, ունենք հոգսեր, կարիքներ, սպասելիքներ, եղբայրներ քուրեր, Աստծո հետ հանդիպելու համար, եւ շատ կարեւոր է, որտեղ ինչպես շատ անգամ եղբայրներն էլ Սուրբ Գրքից հիշատակել են, որ առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, եղբայրներ քուրեր։ Հավատքով է, որ մենք Տիրոջը կմոտենանք եւ հավատքով է, որ կառնենք այն ամեն կարիքները, խնդիրները, որ մեր կյանքում կա, եւ այդ հավատն է, որ ինձ ու քեզ մոտեցնում է Տիրոջը Աստծուն։ Եվ դրա համար ես ուզում եմ կարդալ առաջի թուղթ Պետրոս 2-րդ գլխի մեջ, որտեղ որ Պետրոս առաքյալն էլ ինքը մեջ բերում է Աստծո խոսքը, որ գրքերի մեջ գրված է այդ մասին, եւ սա շատ կարեւոր է։ 2-րդ գլխի 6 համարը գսե, որովհետեւ գրքի մեջ ալ կա առաքյալն էլ իրեն ունկնդիրների հայացքը, ովքեր որ լսում ու կարդում են այս խոսքը, ուղում է Աստծո խոսքին, որ գրքի մեջ կա այս մասին գրված, որտեղ ամեն բան գրքերի համեմատ է կատարվել, եւ ահա Սիոնի մեջ ընդիր պատվական անկյունի վեմ կտնեմ, ով որ նրան հավատա պիտի չամչնա։ Ուստի ձեզ հավատացյալներուդ պատվական է նա, փառք Տիրոջ, եղբայրներ քուրեր։ Եվ նույն գլխի 4-րդ խոսքում ասում է. մոտեցեք անոր այն կենտանի վեմին, որ թեպետ մարդոցմե անարգված է, բայց Աստուծմե ընտրված ու պատվական է։ Դուք ալ կենտանի քարերի պես շինվիք հոգևոր տաճար, Սուրբ Քահանայություն Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծուն հաճելի հոգևոր պատարակներ մատուցանելու։ Փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր։ Տիրոջ անունը փառավորի, եղբայրներ քուրեր, Աստված բոլորիս օժնի։ Անցած շաբաթ, այսինքն Կիրակի օրը մենք տոնեցինք ամենակալ Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնը, զատկի տոնը։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, Տեր Հիսուս Քրիստոս հարությունից հետո հայտնվեցավ իրեն աշակերտներին, առաքյալներին։ Եվ մեկ միտք փոխանցեց, որ գրված է Մատթեոս ավետարանի մեջ 28-րդ գլխի 20 համարում հետևյալը, որ ես մինչև աշխարհի վերջ ձեզ հետ եմ։ Իրեն անունը փառավորը։ Ուղղակի այսօր սրտից տրված է խոսել հետևյալի մասին։ Մենք միշտ սիրում ենք լսել Քրիստոսի սիրո մասին, փրկagorցության մասին, ներման մասին։ Բայց շատ անգամ մենք չենք խոսում այս համարների վրայով։ Առաջի համարը, որ պիտի կարդամ, գրված է Սուրբ Գրքի մեջ Փեսոյի մարգարության վերջի գլխում 24-ի 19 համարի մեջ նայեք ինչ է ասում ամենակալ Աստված Հեսուի միջոցով ժողովրդին։ Դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա Սուրբ Աստված է, նա նախանձոտ Աստված է, ձեր հանցանքները ու մեղքերը չի ներել։ Կարծես թե շատ խիստ է, եւ երկրորդ համարը, որ պիտի կարդամ Նահումի մարգարության մեջ է գրված, ուշադրություն դարձեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Նահումի միջոցով։ Նահումի մարգարություն առաջի գլուխ, երկրորդ համար։ Նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է Տերը։ Վրեժխնդիր է Տեր ու պարկության Տեր։ Վրեժ առնող է Տեր իր ոսողների, պարկություն պահող իր թշնամիների Տեր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել եւ զգուշանալ։ Տարիներ առաջ հիշում եմ, մի հատ անձնավորություն իր տղային էր ուզում ամուսնացնել
մոտեցավ, ասեց. «Մի որ իմ տղային դրսից մեկի հետ ամուսնացնեմ, ինչ խնդիր պիտի լինի»։ Ասեց, պիտի ընդհանրենք բարևից զրկեք, 1 տարի հետո պիտի արձակեք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք սա տեսնենք։ Լինում է պարակա, որ մենք գիտակցաբար մեղանչում ենք, խորում, մտածում ենք հետևյալ կերպ, որ Աստված սեր է։ Բայց ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ հիշեցնում է, որ Աստված նախանցոտ եւ վրեժխնդիր Աստված է։ Եվ երբ որ մենք նայում ենք, ամենակալ Աստված միշտ իր խոսքի հետևում է կանգնած եղել, երբեք իր խոսքը ներքև չի ընկել։ Եվ այսօր կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք մեր ապրած կյանքին։ Հետագայում այդ ընտանիքը քանդվեց, մեծ խնդիրներ առաջ կանգնեց եւ Աստծուց ընդհանրապես հեռացան։ Աստված ողորմություն անի, որ հետ դառնան եւ ընդունեն ամենակալ Տիրոջը։ Խոսքիս հիմքը նա չէ, որից մեկին վախեցնել, այլ խոսքիս հիմքը հետեւյալն է, որ մենք զգուշություն անենք։ Երբ որ ասում ենք Աստված նախանցախնդիր Աստվածը, ինչ ենք հասկանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ է ի հայտ գալիս Աստծո նախանցը։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձրեք Եսայի մարգարոության 42-ի 8 համարից կարդում եմ ինձ եւ քեզ համար հետեւյալը։ Ինչ է ասում Եսային. Ես եմ Յովան, սա իմ անունը, եւ ես իմ պատիվը ուրիշին չեմ տա, եւ ոչ իմ փառքը կուռքերին։ Աստծո նախանցը սկսվում է այստեղից։ Երբ որ Աստծո փառքը կամ Աստծո պատիվը մենք տալիս ենք ուրիշներին։ Սա համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք լուրջ ուշադրություն դարձնենք մեր կյանքին։ Երբ որ մենք նայում ենք այսօր մեր կյանքի մեջ, ավելի առաջնային բաներ կան։ Ուղղակի նախապես անցնում եմ առաջ հիշեցնելով մեկ դրվագ, մենք շատ անգամ խոսում ենք 10 կույսերի մասին, մի հարցը հետևյալն է, ինչու համար 5-ը ունեին ավելնորդ յուղերը, 5-ը չունեին, որն էր պատճառը։ Կամ երբ որ մենք նայում ենք հարսանիքի հրավերքը, ամենակալ Աստված մարդկանց անուն առ անուն հրավիրել էր հարսանիքի։ Բայց երբ որ եկավ ժամանակահատվածը եւ մարդիկ ուղարկեց եւ ասեք, որ հարսանիքը մսացուն արդեն պատրաստ է, ձեզ ենք սպասում, գրված է մեկը ասեց, ես եմ արը, մյուսը ասեց, կին եմ արը, մյուսը ասեց, արդ եմ արը։ Առաջնայինը իրենց համար Աստված չէր։ Երբ որ մենք նայում ենք այսօրվա դրությամբ, ինձ եւ քեզ համար առաջնայինը Տերն է թե չէ։ Դավիթ իր սաղմոսների մեջ հետեւյալն էր ասում. որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա իմ մտածմունքն է։ Այսօր իմ եւ քո մտածմունքը ինչ է։ Ուշադրություն դարձեք, ամենաիմաստուն անձնավորությունը, որ նրանից առաջ եւ նրանից հետո չի ծնվել, խոսքը Սողոմոնի մասին է։ Եվ կարդում եմ Սողոմոնի խոսքերը երկրոցի մեջ, գրված է, որ Տիրոջ ձեռքն էր, դուռը թակում էր, բայց Սողոմոնը չբացեց։ Բայց երբ որ բացեց, գրված է, որ Տերը անցե գնացել էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք ունենք հետևյալ մտածելակերպը. Աստված ողորմած է, Աստված բարեկույթ է, այո եւ ամեն, բայց Աստված նաեւ նախանցախնդիր է։ Ինչ եք մտածում։ Աստծո խոսքը պիտի կատարվի թե չէ։ Այսօր շատ անձնավորություններ խորը մտածում են հետևյալը. ժամանակահատված կա։ Ոչ սիրելիս, այսօր է փրկության օրը։ Եվ Աստված ուզում է, որ ես եւ դու այսօր լուրջ ապաշխարենք, խորենք մտածենք այս մասին։ Եվ այսօր, երբ որ մենք նայում ենք Աստծո նախանձը սկսվում է այստեղից, երբ որ իրեն փառքը տրվում է մեկ ուրիշին։ Շատ անգամ մենք քարոզել ենք Աբրամի մասին, որ Իսահակ հանեց զոհասեղան։ Առաջինը Իսահակի այդ զոհաբերությամբ ու նպատակ հետևյալ էր, որ ամենակալ Աստված կամեցավ Աբրահամով փաստել ամեն մեկից, որ ամեն մեկ անձնավորություն պիտի փորձվի։ Հիշում եք, Ծննդոց 22-ը այսպես էր սկսվում առաջի համարը։ Եվ այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին։ Ցույց տվեց Աբրահամի հավատքը։ Բայց երկրորդ միտքը
Շատ անգամ եղբայրները խոսել են, ինչի համար Իսահակը ելավ զոհասեղան, որովհետև Իսահակը Աբրահամի սրտի մեջ բարձրացել էր։ Աստված իր փառքը մեկ ուրիշին չի տա։ Երբ որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարան 14-րդ գլուխ, ուշադրություն դարձեք աշակերտության կինը որն է։ 14-26 համարից եմ կարդում։ Եթե մեկը ինձ մոտ կա չատե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, հենց իր անձն է, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ իր խաչը վեր չի առնում, իմ ետևից կա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Այստեղ միտքը նա չէ, որ հորդ, մորդ կամ երեխայիդ կնոջդ ատես, այլ բուն միտքը հետևյալն է, որ առաջի տեղում պիտի լինի Աստված։ Այսօր Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք նայում ենք շատերի կյանքի մեջ, առաջինը Տերը չէ։ Իմ քո սիրտը եթե բացեն այսօր եւ հնարավորություն լինի, այսօր դու կտեսնենք, որ մեր սրտի մեջ առաջինը Աստված չէ։ Մեր մարմնավոր վիճակները, մեր խնդիրները, մեր ընտանիքը, մեր զավակները, քուրս չան, եղբայրներ չան։ Աստծո խոսքը երբեք մարդուն չի մղում հետևյալ վիճակին, որ մարդը մեկին ատի։ Եթե այսօր դու քո ընտանիքին չես նայում, անհավատից վատն ես։ Ինչ մի Աստծո խոսքը հակասում է, ոչ սիրելիս, ամենակալ Աստված այսօր ուզում է ասել ինձ եւ քեզ, որ առաջնայինը պիտի լինի ինքը։ Ինչու համար։ Որն է պատճառը։ Հարցս ուղիղ է մեզ ամեն մեկիս։ Մեզ ով կարող է կյանք տալ։ Գնացեք ծերանոց նայեք մարդիկ, որոնք որ ժամանակի ընթացքում իրենց զավակներին իրենց կարողությունից ավելի նայել են, ամեն բան արել են։ Հիմա հարց եմ տալիս, ինչ է իրենց վերջնակետը։ Եղբայրներ, քույրեր, ես ինչու համար այսօր պիտի իմ սրտի մեջ առաջին ունենամ Տիրոջը, որն է պատճառը։ Այսօր քո զավակը քեզ համար չի մեռնի, գիտես։ Երբեք քեզ համար իր կյանքը չի տա։ Հնարավոր է ամեն բան անի։ Դուք որպես ծնողներ մի հատ հարց եմ ուզում տալ։ Ձեզ համար քո ծնողն է թանկ եղել թե քո երեխան։ Իհարկե երեխան։ Բայց քուրս ջան, եղբայրներ ջան, կարող ենք մենք իրոք սա այնպես ընդունել, ինչպես որ Աստված ցույց տվեց, որ Աստված մեզ իշքան է սիրում, որ իր որդին զոհես, որ ես եւ դու կյանք ունենանք եւ անել հավիտենական։ Իշքան անգամ Աստված մեր սխալները, թերությունները ծածկել է։ Չի դատապարտել մեզ մեր հանցանքների համար։ Ես միշտ մտածում եմ Անանիայի Սապիրայի վրայով։ Այդ անձնավորությունները ինչ էին արել։ Գողություն են արել, մարդ էին սպանել, չգիտեմ ինչեր էին արել։ Իրենց ունեցվածքն էր։ Ընդամենը մեկ ստի պատճառով ամուսինները մեռան։ Բայց Աստված իշքան ողորմած է ինձ եւ քեզ հետ, որ մեզ չի դատապարտում մեր հանցանքների համար, մեր սխալների համար։ Եթե այսօր Աստված ինձ եւ քեզ մեր մեղքերի համար դատապարտե, կարծեմ թե մենք կեսօր էլ չենք կարող ապրել։ Բայց Աստված մեզ տվել է հավիտենական կյանք։ Եվ այսօր Աստված ընդամենը մեկ բան է ուզում, որ իրեն փառքը միայն տրվի իրեն։ Երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս թղթերի մեջ առաջի գլխում, ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Ուշադրություն դարձեք, ամենակալ Աստված ինչ է ուզում ինձ եւ քեզ սովորեցնել։ Հռոմեացիս առաջի գլուխ 24 համարի մեջ գրված է. որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան։ Աստծուն ճանաչելով Աստծուն Աստծո պես չփառավորեցին։ Այսօր ամեն մեկ անձնարություն փառք է տալիս Տիրոջը, չկա անձնարություն, որ Տիրոջը փառք չտա։ Բայց հարցս հետևյալն է. Աստծուն վայել փառք է սա։ Ուղղակի կոպիտ համեմատական եմ ուզում անել, պատկերացրեք, մեկի ծնունդն է եւ գնում ես ծաղկանոցից վերցնում ես ամենաթորոմած, ամենաէժան ծաղիկները տանում ես իրեն։ Բայց այդ անձնարությունը քեզ հսկայական լավ բաներ արել։ Հարց եմ տալիս, այդ թորոմած ծաղիկը վայել է։ Այսօր մենք այդ ծևի փառք ենք տալիս Տիրոջը։ Աստծուն պետք է լավակույնը։ Եվ Աստված ուզում է
որ իմ եւ քո սրտի մեջ առաջինը լինի ինքը։ Երբ որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարանի մեջ, հիշում եք 14-րդ գլուխ 26-27 համարները։ Խոսքը ամենակալ Աստված այսօր բերում է մեզ հենց այդ վիճակին։ Այս անձնավորությունը, եղբայրներ քույրեր։ Կարդամ Ղուկաս ավետարան 14-րդ գլուխ 26-ից 27 համարներ։ Ինչ ասում Տիրոջ խոսքը։ Մի մարդ մեծ ընթրիք արավ, շատերին հրավիրեց։ Եվ ընթրիքի ժամանակին իր ծառան ուղարկեց, որ հրավիրվածներին ասե, եկեք, որովհետև արդեն ամենը պատրաստ է։ Եվ ամենքին սկսեցին մեկ-մեկ ետ քաշվել, առաջին ասաց, ակարակ եմ առը պետք է գնամ նրան տեսնեմ։ Աղաչում եմ քեզ ինձ հրաժարական համարես։ Մյուսը ասեց 5 լուծ ես եմ առը, մյուսը ասեց կին եմ առը։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, սրանք ինչ անհավատներ էին։ Ուղղակին կդ պատկերացրա քո սրտի սիրեցյալի հարսանիքն է։ Ինչ գործել որ ունենաս, այնքան չես գցե։ Ուրեմն այս մարդկանց համար առաջնայինը Աստված չէր։ Երբ որ մենք Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ խոսում ենք սերմնացանի ներողություն յուղի կույսերի առակի մասին, այն 5-ի համար առաջնայինը յուղը չէր։ Հարց հետևյալն է, իրենք յուղ կարող էին ունենալ, այո եւ ամեն։ Բայց ինչի չունեցան, որն էր պատճառը, իրենք ուրիշ գործեր ունեին ավելի կարևորակույն։ Երբ որ ուզեցին յուղ ունեցողներից, ինչ ասեցին, գնացեք ծախողներից առեք։ Այսինքն հնարավորություն կար յուղը ունենալու։ Ինչի համար այսօր ես եւ դու այդ յուղը չենք հավաքում, որն է պատճառը։ Այսօր յուղը չէ, մեր կյանքի մեջ առաջնային։ Այսօր ես կարող եմ կամ եկեղեցի, կարող եմ աղոթեմ, բայց հետաքրքիր է։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ նույն Ղուկաս ավետարան 15-րդ գլխի մեջ անառակ որդու մեծ եղբոր կերպարի վրայով, որն էր իրեն սրտի ուրախությունը, ապրել երկար տարի հոր տան մեջ, հոր խոսքից երբեք դուրս չկար, բայց իրեն սրտի ուրախությունը հայրը չէր։ Երբ որ անառակ որդին եկել էր, ներս չեկավ, եւ ինչ ասաց իրեն հորը, ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, քո պատվերից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուր չտվիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինեմ։ Այսինքն այս անձնավորության համար առաջնայինը բարեկամներն էր, եւ ոչ թե Աստված։ Իսկ Աստված նախանցախնդիր Աստված է, իրեն փառքը որից է մեկին չի տա։ Եվ այսօր Աստված ողորմություն անի մեզ ամեն մեկից, որ մեր սրտի մեջ որից է մեկը չդառնա մեր կյանքի ուրախությունը, բացի Աստծուց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված իրեն փառքը երբեք մեկին չի տվել։ Եվ երբ որ մենք նայում ենք շատ անգամ նախանցի տակ մտածում ենք մարդկայինի նախանցի վրայով։ Հայերենի մեջ նախանցը հոյակապ կերպով է ձևակերպում, նախ անց, այսինքն առաջինը քո եսը։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ Առաքած գրքի մեջ, սա մարդկային նախանցն է եւ ոչ թե աստվածայինը։ Առաքած գրքում ամենակալ ասող խոսքը հետեւյալն է, ինձ եւ քեզ սովորեցնում։ 27-ի 3-րդ համարից գրված է, մինչեւ 5-րդ համարը։ Այսինքն 3-4 համարը ծանր է քարը, բերուն է ավազը։ Հիմարի բարգությունը երկուսից էլ ծանր է։ Բարգություն անկուտ եւ ցասումով հեղեղասատ է, բայց ով կարող է կանգնել նախանցի առաջին։ Այսօր մարդկային նախանցը ինչ է։ Դե ինչի է տանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր նախանձարության գործի բուն նպատակը մեկն է։ Մարդ մեղք այդ վիճակը խզել։ Այսօր նախանցը մեկն է, որ իրեն ստեղծագործությունը հակառակորդը չհափշտակի։ Այսօր նախանձի բուն հիմքը հետևյալն է, որ իր ստեղծագործությունը իր հետ լինի եւ ապրի հավիտենական կյանքով։ Իսկ մարդկային նախանցը ինչ է։ Երբ որ մեկին նախանցում ես, պրոբլեմ եղավ, կուրախանաս թե կտխրես։ Վստահ եմ կուրախանաս։ Եվ երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ երկրորդ երրորդ համարներն ինչ է ասում։
որն էր Քրիստոսի գալիսյամբ ու նպատակը չարչարվելու, խաչվելու եւ հարություն առնելու ու նպատակը։ Գրված է. որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի եւ մահվան օրենքից, որտեղ այն, որ անկարել էր օրենքին, որ տկարել էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի մահացունով, մեղքի համար մեղքին դատապարտեց այն մարմնումը։ Սա էր Աստծո նախանձի բուն նպատակը, որդին ուղարկեց, որպեսզի մեղքը դատապարտվի։ Բայց այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք մեկ ուրիշ ձևով ենք նայում, քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդրանք սա, որ այսօր մենք կարողանանք սա գիտակցել, եւ երբ որ մենք կարդում ենք առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համարի մեջ Պողոս առաքյալը հետեւյալն է հորդորում եւ ասում ինձ եւ քեզ, գրված է, որովհետեւ միտքս չեմ տրած մեկ ուրիշ բան գիտնալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսը եւ այն էլ խաչվածին։ Ինչի համար խաչյալ Քրիստոս։ Աստծո ամբողջ ծրագրի հիմքում ընկած էր մեկ բան, մեր մեջ այդ կյանքը ձևակերպեր։ Ես շատ անգամ մտածել եմ, երկու ավազակ Քրիստոսի հետ խաչվել են։ Ինչի հետևանք էր, որ այն ավազակը ընդունեց Քրիստոսին։ Ինչ արեց խաչի վրա Քրիստոս։ Այդ մարդուն բժշկեց, սրտի ուզածը տվեց չէ։ Սկզբից երկուսն էլ անարգում էին Տիրոջը։ Բայց այդ մեկը երևի ուշ-ուշով լսեց Քրիստոսի խոսքերը։ Երբ որ խաչի վրա ասում էր հայր ների անկիտությամբ կենեն։ Սա ամենամեծ կյանքն է։ Եվ ինչու համար Պողոս առաքյալն ասում է ձեր մեջ չեմ ուզում տեսնել մեկ ուրիշ բան։ Թող հարության Քրիստոսն էր հաղթանակած, ոչ, այլ խաչյալ Քրիստոս։ Աստծո ծրագիրը սա էր, որ քո մեջ ձևակերպել ես կյանքը։ Որ քեզ խաչողների համար կարողանաս աղոտ կանել։ Չուրախանաս իրենց ընկնելով կամ պրոբլեմներով։ Եղբայրներ քույրեր, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Հռոմեացիս թղթում մենք շատ անգամ այս միտքը ասում ենք Պողոսի վրայով եւ նաեւ վերագրելով մեզ, որ մենք Քրիստոսի հետ խաչվեցինք։ Մի հարց հետևյալն է. մենք խաչված ենք, թե չէ։ Նպատակը սա։ Եվ Աստծո նախանձավորությունն է, որ ես եւ դու խաչվենք։ Երբ որ մենք կարդացինք աշակերտի կնի վրայով, ինչ էր ասում Ղուկաս ավետարանում ամենակալ Աստված։ Գրված է. Եվ ով որի խաչը վեր չառնի ետևից չկա, նա կարող չէ իմ աշակերտը լինել։ Մենք շատ անգամ խաչ հասկանում ենք նեղություն, հալածանք, տառապանք, էդ էլ է խաչ։ Բայց այստեղ Տիրոջ խոսքը հետևյալն է. ով որ հոժարական չընդունի մահ, համաձայնվի մեռնելու։ Պողոս առաքյալը սա էր ասում. ես ամեն օր կմեռնեմ։ Այսօր մեզ պետք է լույս մտածել այս մասը։ Եվ երբ որ մենք նայում ենք մեր կյանքի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր շատ բաներ կան առաջնային են։ Դավիթը 122-րդ Սաղմոսի մեջ հետևյալ տողերն էր ասում. ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունն էր տան։ Հարցը ինձ եւ քեզ է ուղղված։ Մեզ համար ամենաառաջնայինը Տիրոջ տունն է, թե չէ։ Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ Տերը ինձ եւ քեզ հորդորում է ասելով հետևյալը. Կարդամ 23-ից մինչև 25 համարները։ Պինդ բռնեք, հույսի տավանություն անսայտակ, որ հավատարիմ է խոստացողը, եւ զգուշանանք իրարու հանդեպ դեպի սերը, բարի գործեր կրկրելով, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվելը, ինչպես ոմանց սովորությունն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որքան որ տեսնում ենք օրը մոտեցած։ Այսօր իշքան մարդիկ կան անհարգելի բացակային, որն է պատճառը։ Երկրորդ օրինաց 30-րդ գլխի մեջ ամենակալ Աստված ինձ եւ քեզ մեկ միտք է տալիս։ Եվ կուզեի, որպես այսօր լույս նայենք, եղել է մեր կյանքի մեջ, մենք էլ ենք այսպես վարվել։ Բայց Աստված չի ուզում, որ իրեն
այրան կինը այդպես վարվի, ասված նախանցախնդիր է։ Երկրորդ օրինաց 30-րդ գլխի մեջ ինչ ասում Տիրոջ խոսքը, ինձ եւ քեզ։ Գրված է այսօր 10-ին համար։ Երկինք եւ երկիր վկային կանչում ձեր վրա, որ կյանք եւ մահ, օրհնություն եւ անետ ձեր առաջ տրի, որ կյանքը ընտրեք դուք եւ քո սերունդը։ Այսօր ամեն մեկիս համար ընտրություն կա։ Այսօր ես եւ դու ունենք ընտրություն, ընտրելու կյանքը եւ ընտրելու այս աշխարհը։ Եղբայրներ, քույրեր, կես-կես չի լինում, գիտեք, եւ նաեւ չի լինում երկուսին համատեղը։ Աստված տարասեր բնույթ չի սիրում։ Աստված ուզում է, որ ես եւ դու այսօր կարողանանք սա տեսնել եւ հասկանալ։ Կամ ասում պիտի սիրես, կամ պիտի չսիրես։ Վերջնակետում կգամ մեկ բա, որ ասում կմերժես։ Հիշում եք Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք ամենակալ ասող խոսքը, ինչ է ասում Հովանու ավետարանի մեջ, ինձ եւ քեզ համար։ Գրված է, որ լույսն եկավ աշխարհ։ Մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը։ Քույրս, եղբայրս, առաջին պահին ուշադրություն դարձեք, չի գրված, որ ատեցին։ Մարդիկ խավարն ավելի սիրեցին։ Լինում է պարակա, որ երեխային հասում են, պապայի դե շատ սիրում, թե մամային։ Ինչ է պատասխանում երեխան։ Մամային կամ պապային, հիմի հարց։ Եթե մամային է սիրում, պապային ատում է։ Չէ։ Այսօր մեր կյանքի մեջ լինում է այս խնդրը, երբ որ ես ավելի սիրում եմ կյանքը, կգա ժամանակահատված շարունակությունը, կարդամ լսեք։ Ինչ ասում Տիրոջ խոսքը։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 16-րդ համարից, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստծո որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը տատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվել, իսկ հավատացող արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունին։ Եվ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար են։ Շարունակությունը, որովհետև ամեն չար գործող ատում է լույսը։ Եղբայրս, քույրս, եւ կգա ժամանակահատված, եթե այսօր քո սրտի մեջ առաջնայինը Տերը չէ, կգա ժամանակահատված, որ կատես։ Իսկ համար ինքը ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու զգոն լինենք։ Եվ այսօր նորից եմ ասում, ասը նախանձը մարդուն տանում է դեպի հավիտենություն։ Մարդկային նախանձը կորուստ։ Իսկ երբ է դատարում ասոյ նախանձը։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, հիշում եք Թվոց 25-րդ գլուխ 7-8 համարները։ Կարդամ մեր բոլորի համար։ Գրված է, որ Իսրայելի մեջ այդ բղծությունը տեղի ունեցավ։ Խորանի մեջ այդ բղծությունն էին անում։ Եվ գրված է, որ Փենեհեսը տեսնելով դա չկարողացավ հանդուրժել եւ երկուսին էլ նիզակով խոցեց։ Եվ այդտեղից ասո է նախանձը կանգնեց։ Այդ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստված հիշեցնում է Ելիս 12-րդ գլուխը Զատկի տոնն էր։ Իսրայելը պիտի դուրս ելներ։ Եվ ինքը ինչ պատվիրեց, ասեց. «Գառը կզոհեք, գառան այրունը կքսեք ձեր տրանտիկների սեմերի վրա»։ Եվ պիտի անցնեն։ Այրունը տեսավ, պիտի ապրեն։ Այսօր ամենակալ Աստված մեր վրա պիտի տեսնի Քրիստոս այրունը, այդ ժամանակ նախանձը կդատարի։ Իսկ ինչ է այրունը, այսօր շատերը խորում մտածում են, այրունը, երբ որ անձնավորությունը մասնակցում է հաղորդության, արդեն ինքը դատարած է։ Ոչ սիրելիս, Ղևտացիների թղթի մեջ, երբ որ մենք կարդում ենք, բնակիրի մեջ այսպես է գրված. ամեն մարմնի կյանք իր այրան մեջ է։ Եվ երբ որ մենք կարդում ենք Կորինթոս եկեղեցու մեջ, Պողոս առաքյալի խոսքերը ուղղված է
հետևյալին։ Նայեք ինչ ասում Պողոս առաքյալը ինձ եւ քեզ։ Առաջի Կորինթացիս թղթերում 10-րդ գլխում գրված հետևյալ միտքը։ 16 համար։ Այն օրհնության բաժակը, որ օրհնում ենք, չէ որ հաղորդությունը Քրիստոս այրունի։ Այսինքն Քրիստոս կյանքի։ Եվ այսօր ամենակալ Աստված դատարում է այդ նախանցը կամ բարկությունը մեր վրա, երբ որ մեր մեջ տեսնում է Քրիստոս կյանքը։ Այս ժամանակ է, որ այդ բարկությունը դատարում է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք տեսնել սա։ Եվ երկրորդ, երբ որ մենք նայում ենք Հեսուի գրքի մեջ, 6-րդ գլխի մեջ բազում անգամ այս մասին խոսել եմ։ Իսրայելը հաղթեց, 7-րդի մեջ պարտություն կրեց։ Եվ ամենակալ Աստված ինչ ասեց Հեսուին, կարդամ այդ տողերը։ Եվ այսօր ինքը ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Հեսու 7-րդ գլխի 12-րդ համարից եմ կարդում։ Եվ Իսրայել որդիքը չեն կարող իրենց թշնամիների առաջին կանգնել։ Նրանք իրենց թշնամիների առաջին մեջ կդարձնեն, որովհետև նզովք են եղել։ Եվ այլևս ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզոված եք ձեր միջից բնաչին չանեք։ Միջև նզովքը չդատապարտվի, ասոյ նախանցը պիտի կորսի։ Նորից եմ ասում, ասոյ նախանցը մարդուն մերցնելը չէ։ Ասոյ նախանց հետևյալն է, որ իր որդու Քրիստոս այրան կինը հակառակորդի ձեռքերի մեջ չլինի։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Եվ նորից անդրադառնում եմ Առաջի Կորինթացիս 2-րդ գլխի 2-րդ համարին, որտեղ որ Պողոս առաքյալն ասում էր. ձեր մեջ չեմ ուզում տեսնել մեկ ուրիշ բան, Քրիստոս եւ այն էլ խաչված են։ Այսօր ասել նպատակը սա, որ մեր մեջ Քրիստոս կյանքը ձևակերպի։ Ինչի համար խաչված Քրիստոս։ Երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս թղթերի մեջ 9-րդ գլխում գրված է. առանց այրուն թափելու թողություն չունի։ Այսինքն որն է խաչի զորությունը։ Հիշում եք, Պողոս առաքյալը սա էր ասում, որտեղ մարդիկ կան, այսօր խաչին մեկ ուրիշ ձև են նայում։ Կարդամ Կորինթոս եկեղեցում գրված հետևյալ տողերը, որտեղ որ Պողոս առաքյալը խոսում է խաչի վրա։ Ինչ է ասում մեզ ամեն մեկիս։ Առաջի Կորինթացիս 14-րդ գլխում գրված է, որտեղ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներից համար Աստծո զորությունը։ Եղբայրներ քույրեր, խաչը դարձավ միակ ճանապարհը դեպի հավիտենություն։ Հիշում եք 103-րդ Սաղմոսի մեջ գրված է, որքան որ բարձր է երկինքը երկրից վրա, այնքան զորավոր է նրա կուտը իրենից վախեցողների վրա։ Որքան որ հեռու է արևելքը արևմուտքից, այնքան հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Խաչը երկինք երկիր կապեց, արևելքից արևմուտք հանցանքները հեռացրեց։ Եթե չլիներ խաչը, մենք անցած անգամ եղբայրները խոսել են, սա չէր լինի մեր կյանքի մեջ։ Երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս 4-րդ գլուխ 25 համարի մեջ գրված է, որ մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արտարացնելու համար։ Այսինքն, եթե Քրիստոս չխաչվեր, չմեռներ եւ հարություն չառներ, մենք արտարացած չենք լինի։ Կամ շարունակության մեջ գրված է Հռոմեացիս 5-ի մեջ եմ կարդում 19 համարը, որովհետեւ դեռ ճշնամի ենք նրա որդու մահովը, մենք ամեն մեկս հաշտվեցանք եւ կապրենք նրա կյանքով։ Խաչը հանդիսացավ հաշտություն։ Եվ երբ որ մենք կարդում ենք ոչ միայն արտարացրեց, ոչ միայն հաշտեցրեց, այլ ամենակալ Աստված հիշեցնում է, որ Քրիստոս հարություն առավ, հոր աջակողմն է եւ բարեխոսություն է անում։ Այս համար է, որ Պողոս առաքյալը ինձ եւ քեզ հորդորում է Քրիստոսի խաչի վրայով ասելով, որ խաչի քարոզությունը ոմանց համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներից համար ասոյ զորությունը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, թող Աստված մեզ օգնական լինի եւ ողորմություն անի։
նորից եմ ասում, այսօր մարդը սիրում է, որ կա լսի, որ Աստված իրեն սիրում է, Աստված ներել է բարի, բայց մենք պիտի չմոռանանք, որ նաև Աստված նախանցոտ Աստված է։ Երբեք իր փառքը մեկ ուրիշին չի տա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Տերը փառավորվի, քույր եղբայրներ։ Մենք այսօր նորից եկանք Տիրոջ ներկայության առաջ, ինչպես որ մի քիչ առաջ երկեցինք, գալիս եմ քո ներկայությանդ մեջ, եկել ենք Տիրոջ ներկայության առաջ, որպեսզի նորից ու նորից երկնքից մեկ լեզու լսենք, մեկ խոսք լսենք, որը Տիրոջ հոգու լեզուն է, Տիրոջ հոգի խոսքն է, որպեսզի այսօր մեզի պատրաստ է երկինքը ժառանգելու փառք իրան։ Աստված մեզի բոլորս գիտենք անցած կիրակի տոնեցինք Զադիգը, ասեց որ ձեր մեջ հավիտենական կանոն լինի։ Նորից ու նորից հարկ է քուրեր եղբայրներ, որպեսզի մենք նորից ու նորից Տիրոջը փառավորելով, գոհանալով իրանից, բոլորս մեկ սիրտ, մեկ հոգով, միաբան, գոհությունով փառավորենք Տիրոջը եւ մենք նորից ու նորից ենք Քրիստոս հարյավ ի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի ամեն Տերը բոլորիս օրհներ ժողովուրդ ջան մենք եկանք նորից Տիրոջ առաջ մենք բոլորս կհիշենք Սողոմոնի խոսքերը ինչ փապագով ինչ տեսիլքով, ինչ հոգով, ինչ խոսքով ես խոսքերս ես նրա ցախ ձեռքը գլխիս տագին աչովը ինձի գրգեց։ Հələ տեսեք ինչ խորը խոսք է ժողովուրդ ջան։ Եկել է Տիրոջ առաջ ու գսե որ ինքն ինձի գրգել է։ Ինչ երանություն ժողովուրդ ջան, թեպետ ինքը թողել էր Տիրոջը թողել էր։ Ուրիշ բաների հետևից էր ընկել։ Բայց գրված է Հավիդյան է անոր ողորմությունը, գրգեց Հիսուսը իրան, փառավորվի Տիրոջ անունը ժողովուրդ ջան։ Գրի եղբայրը խոսք հիշադակեց նստած այստեղ այդ խոսքը կարծես թե սիրտս մտավ ժողովուրդ ջան շատ կարևոր ասեց Տիրոջ նախանձավորության վրայով որ Տիրոջ արյան կինը հանգարց չգնի թշնամու ձեռքը ժողովուրդ ջան։ Մենք այդպիսի երկ ունենք Քո արյունը, սուրբ արյունը հոսում է խաչից։ Այդ Տիրոջ արյունը, այդ սուրբ արյունն է որ հոսել է խաչից ու այսօր մեզի կենթանի է երել։ Որ մենք այսօր այստեղ ներկա ենք ժողովուրդ ջան։ Այսօր մենք այստեղ ողորմություն շնորհ ենք գտել իր խոսքերին հաղորդ լինելու։ Որպեսզի ինքը մեզի գրգե, ինչպես որ Սողոմոն ասեց, մենք ես գիտեմ որ այստեղ բոլորս կուզենք որ ինքը մեզի այդպես գրգե ժողովուրդ ջան։ Մեր սիրտը փապագելով փապագե իրան, ինչպես որ իրա ինքը փապագելով փապագեց որ այդ Զադիգ ուդեր մեզի հետ։ Մենք էլ այդպես փապագելով փապագենք որ ինքը գրգե մեզի, թող իր անունը փառավորվի։ Սամոսների մեջ խոսք կա գրված, հələ տեսեք ինչ կսե։ Ոչ թե մեռելները կորշնեն Տիրոջը Եվ ոչ էլ լռության մեջ իշխնողները, բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Այս բոլոր խոսքերը ժողովուրդ ջան, խոսքերը երանության խոսքեր են, կարելի է երանի այս խոսքերը այդպես հայտնության մեջ է գրված, չէ, խոսողին, լսողին եւ կատարողին։ Այսինքն մենք երանության մեջ ենք հիմի ժողովուրդ ջան, թող Տիրոջ անունը փառավորվի եւ նաեւ այդպես Տիրոջ խոսքում գրված է որ գսե ինչ որ աչք չտեսավ, ագանջ չլսեց, մարդի սիրտ չընկավ, այն Աստված պատրաստեց իրան սիրողների համար։ Հələ տեսեք թե ինչ է պատրաստել մեզ ժողովուրդ ջան Տերը։ Ու մենք որ հիմի այստեղ ներկա ենք, նորից ու նորից Տիրոջ խոսքը մեզի կներկայացնի գսե երանի այն ժողովրդին, որի Աստվածը Եհովան է։ Այսօր իրապես Եհովան է մեր Աստվածը երանի մեզի։ Թող Տիրոջ անունը փառավորվի, քույրեր եղբայրներ։
Ու այդ երանությունը մենք ընդունելով, որ այսօր մեզի համար երկինքն է բացվել Քրիստոսի խաչով, մահով, հարությունով, ժողովուրդ ջան, որովհետեւ մեզի համար դուռ է բացված, որովհետեւ մենք երկինքը մտնենք, մենք այդ բանի, այդ խոսքի վրայով այսօր ողորմություն ենք գտել, այստեղ ներկա ենք, որովհետեւ այդ երանությունը ժառանգենք։ Փառավորվի իր անունը, քուրեր եղբայրներ, հələ տեսեք, հələ կհիշեք Հոբեին ինչ ասեց, մորտս թափվելուց հետո իմ աչքերով Տիրոջը պիտի տեսնեմ։ Այսինքն Հոբի համար, քուրեր եղբայրներ, ոչ մի բան պահող չկար երկրի վրա։ Այն սահմանագիծն էր եկել հասել Հոբի համար, Հոբը պատրաստ էր մահվան։ Հոբը պատրաստ էր այն վիճակին, որ խոսքը այդպեսի կատարվի Երանի Քրիստոսով ննջեցյալներին։ Հոբը պատրաստ էր, ասես իմ աչքերովս Տիրոջը պիտի տեսնեմ, իմ աչքերս։ Այդպես ամեն անգամ ես շատ անգամ եմ հիշադակել նարեկացուն կսե երկրավոր աչքերս թույլ տվեցիր, որ քեզի տեսնի։ Հələ տեսեք, հələ ժողովուրդ ջան։ Նորից ու նորից կուզեմ հիշադակեմ, այս բոլոր խոսքերը երանելի են։ Ու մենք այսօր այս երանելին կվայելենք, իր անունը փառավորվի, քուրեր եղբայրներ, կհիշադակենք նաև Ղազարոսին, Ղազարոսը մեռել էր։ Մենք Քրիստոսի մահվան հարության քինն ենք, որ մենք էլ ենք դագաղի մեջ, բայց այսօր կենտանի ենք, քուրեր եղբայրներ։ Ղազարոսը բոլորս կհիշենք, մեռավ, գերեզման դրվավ, բայց Հիսուսը ասեց դուրս արի Ղազարոս։ Դուրս արի, չթողեց, որպեսզի Ղազարոսը կորուստ էր տար, Ղազարոսը դուրս եկավ։ Ու ամենակարևորը շատ անգամներ է այս խոսքը խոսվել, Ղազարոսը Հիսուսի հետ սեղան նստողներից մեկն էր։ Այսօր էլ մենք ենք այստեղ նստել, քուրեր եղբայրներ, Աստծո խոսքը կվայելենք, Տիրոջ խոսքով սեղան ենք նստել։ Այս երանության խնջույք է, իր անունը փառավորվի, այս մեծ խնջույք է, որ այս աշխարհը այսօր չունի։ Մենք ունենք ուտելու այս սեղանից, աշխարհը չի կրնա այս սեղանից ուտել, փառք իրան, քուրեր եղբայրներ։ Կհիշեք նաև այն այրի կնոջ երեխեն, կտանեին գերեզման թաղելու, աշխարհը փորել էր փոսը, որպեսզի այդ երեխին թաղեր, բայց Հիսուսը տվավ դագաղին։ Աշխարհը բոլորիս համար էլ փոս էր փորել, քուրեր եղբայրներ, որ թաղեր մեզի, բայց Քրիստոսի արյունը, սուրբ արյունը, որ հոսեց խաչից, մենք հարություն առանք, փառք իրան։ Ու հիմի իրան կփառավորենք, օրհնյալ է Տիրոջ անունը, ժողովուրդ ջան։ Ու այդ երեխեն ելավ դագաղի մեջ նստավ, մերը տեսավ Հիսուսին, Երանի այդ աչքերին որ Տերը կտեսնի։ Թող Տիրոջ անունը փառավորվի, քուրեր եղբայրներ։ Հակոբը կհիշեք, երբ որ իրանք ասեին, թե երեխեդ մեռել է, Հովսեփը մեռել է, այն ժամանակ կսեր սուկով գերեզմանը կիշներ։ Իմ սպիտակ մազերը սուկով գերեզմանը կիշներ։ Մենք էլ աշխարհի մեջ, մեղքի մահվան մեջ էինք, սուկով պիտի գերեզման իջնեինք, հույս չկար, մահվան մեջ էինք, բայց երբ որ Հակոբը ասեցին, որ տղետ չի մեռել, կենտանի է։ Մենք էլ այսօր, երբ որ լսեցինք, որ մեր Տերը կենտանի է, Հիսուսը հարություն է առել, իր հարությունով խաչի մահով էլ մեզի հարություն է տվել, մենք էլ այսօր ես կհավատամ, ես կհուսամ, ես գիտեմ, որ բոլորիս Տերը կպատրաստի, որ Տեր քեզի կուկամ, ահա քեզի կուկամ, Երանի է, ժողովուրդ ջան, մեզի այդպիսի երկել կաչեք, սե երկինքն է մեր հայրենիքը, մենք նախքան պաշտամունքի այդ երկը երկեցինք, երկինքն է մեր հայրենիքը։ Երանի մեզի իրապես, քուրեր եղբայրներ, որ Հակոբն էլ ասեց հիմի թող մեռնեմ։ Այսօր մենք ողորմություն ենք գտել կանչելու Տիրոջ անունը, ժողովուրդ ջան, այս երանությունները վայելելու այդպիսի խոսք կա գրված մարգարեության մեջ, Եսայի 33:3-ը տեսեք ինչ կսե։ Կանչիր ինձ, եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ բաներ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։ Այսօր Տերը քուրեր եղբայրներ, մեզի բոլորիս էլ կսե որ իմ ճամպեքս ձեզ ճամպեքը չէ։ Քուրեր եղբայրներ, Տերը մեզի անհասանելի բաներ ցույց կուտա, բաներ է պատրաստել մեզի համար,
որ նորից ու նորից այդ աչքը չի տեսել։ Պողոս Առաքյալը երկինքը վայելեց այդ ժամանակ, ուսեց մարդու լեզուն չի կրնա պատմել այդ բաները։ Մենք այնպեսի բաներ պիտի տեսնենք ու լսենք, որ այսօր երկրի վրա մեր սրտին հասանելի չէ, մեր սրտին հասանելի չէ։ Ու Տերը այդ խոսքի վրայով մեզի հայտնության մեջ էլ գցե, թե երանելի Քրիստոսով ննջեցյալներին։ Այսինքն Տերը մեր Տիրոջ խոսքը մեզի երանություն կուտա, այս ճանապարհը անցնելով, որպեսզի երկինքը ժառանգենք ժողովուրդ ջան։ Թող Տիրոջ անունը փառավորվի, քուրեր եղբայրներ, գրած է ամենի աչքերը քեզի կսպասեն։ Այսօր թող մեր աչքերը Տիրոջը սպասեն, ժողովուրդ ջան։ Այն ճանապարհն որ այսօր մեզի համար մեր արժևը տրված է, քուրեր եղբայրներ, այն ինչ որ Տերը պատրաստել է մեզի համար, այդ երանության ճանապարհ է, այդ երանության ճանապարհ է, բայց Տերոջ խոսքը գսոր նեղ է, փշոտ է ու քարոտ է այդ ճամփեն, դժվար ճամփա է։ Այդ երանության ճամփեն կարելի է ասել, ես չնայած ես չեմ գիտեմ մենք ինչ կերպով գտանենք, եթե մեր արժևը տրվի, ժողովուրդ ջան, եթե մեր արժևը տրվի օրինակ Դանելի ճամփեն, Հոբի ճամփեն, Հայրոսի ճամփեն, այս այրի կնոջ ճամփեն, շատերի ճամփեն, մենք այդ րոպեին երբ որ կտրվի կրնանք, ասենք երանության ճանապարհը։ Բայց մենք այսօր Աստծո խոսքը այն նոր լեզու նոր այսօր լսել ենք ու կխոսենք այդ նոր լեզվով, մենք կրնանք ասենք որ այո այո ամեն այդ երանության ճամփա է ժողովուրդ ջան, որ Տերը մեզի համար պատրաստել է։ Ու այդ երանության ճամփեն կհիշենք, երբ որ Աստծո ժողովուրդը գնաց, Իսրայելի ժողովուրդը գնաց ելիցի ժամանակ, այդ ճանապարհը կուլ չտվեցին իրանք։ Շատ նեղ էր, փշոտ էր, քարոտ էր, անապատի մեջ էր այդ ճամփեն, դժվարություն ու նեղություն էր, Աստված թեպետ պատրաստել էր Քանանը, որ իր ժողովուրդը ժառանգեր, բայց իրանք չուզեցին այդ ճանապարհը գնալու, որովհետև նեղ էր, ասեցին մենք զորագլուխ ընտրենք, դառնանք Եգիպտոս։ Ավելին, հələ տեսեք, հետաքրքիր խոսք կա գրված Եզեկիել մարգարության մեջ 33:17 եւ 18:25-ը գսե, եւ քո ժողովրդի որդիկը կասեն, Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ։ Հələ տեսեք, այդ նեղությունը իրանց տարավեն վիճակին որ էս աղաղակը իրանց միջից դուրս եկավ, ասես Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Բայց ինչ գսե Տերը, ժողովուրդ ջան, գսե Տերը արդար է, գսե ձեր ճանապարհն է, որ ուղիղ չէ։ Ու Տերը գսե 17 համարի մեջ գսե Տերը արդար է իր բոլոր ճանապարհներում եւ ողորմած է իր բոլոր գործերի մեջ։ Մարդը այն նեղության մեջ կրնաս է թե Տերը արդար չէ իր ճամփեքի մեջ։ Բայց Տերը գսե Տերը արդար է եւ նաեւ Երեմիայի 29:11 գսե ես գիտեմ այն խորհուրդները, որ կխորիմ ձեր մասին ոչ թե չարության, այլ բարության խորհուրդները, որպեսզի գսե ձեզի տամ հույսը եւ ապագան։ Փառք Տիրոջ, քուրեր եղբայրներ։ Նորից ու նորից ես կուզենամ, որպեսզի մենք հիմի այս երանության խոսքերը, որ լսեցինք, մենք պատրաստ լինենք այն դռնից ներս մտնելու ժողովուրդ ջան, այն գոնակ սրտով ներս մտնելու, այն երկով, նոր երկով, փառաբանությունով ներս մտնելու, որ Տերը մեզի համար պատրաստել է եւ գրված է այդպես, այս դուռը Տիրոջն է, արտարները կմտնեն սրանով։ Տերը մեզի այսօր կպատրաստե այս երանության ճանապարհը գնալով, Տերը մեզի կպատրաստե, որպեսզի այս դռնովը մենք ներս մտնենք եւ մեր հավիտենական թագավորին տեսնենք ժողովուրդ ջան։ Բոլոր Աստծո մարդիկը ուրախությունով այդ ճանապարհը գնացել են, ուրախությունով հադել են այդ ճանապարհը, քուրեր եղբայրներ, եւ այնտեղ իրանք գիտեցել են թե ում պետք է տեսնին, ով պետք է իրան դիմավորե, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես մեկ վկայություն էլ տամ եւ խոսքս ավարտեմ, քուրեր եղբայրներ։ Մեր եղբայրներից մեկի ծնողը հայրը 92 տարեկան 3 Վանաձորում ննջել էր, մենք եղբայրներով այնտեղ էինք, վկայություն եղավ ժողովուրդ ջան, այսպիսի վկայություն եղավ, խոսացին եղբայրները, որ Տիրոջ հրեշտակը այդպիսի տեսիլքով ցույց է տվել եղբոր որդուն, որ գսե
հրեշտակը կանգնած կսպասեր որ այդ դռնից ներս պիտի մտնին ու կսեիմ հորս ես կտեսնեմ կսե որ հրեշտակը սես թե հələ ոտքերդ վերև բարձրած ու շալվարդ այդ ծնկներդ միջև բաց վերև հանե կսե վերև հանեց կսե տեսավ իմ հորս ոտքերը այդ արուն լվա էլի այդպես մազոլապադած գիշեր ու ցերեկ ինքը աղոթքի մեջ եղել այդ եղբայրը գիշեր ցերեկ աղոթքի մեջ եղել ու եղբայրը վգայեց որ իմ բաբաս միշտ ավետարանը ձեռքին է եղել փոքրուց երեխա ժամանակվանից մինչև 92 տարեկան ու շատերին է վգայել գիշեր ցերեկ տիրոջ տան մեջ է եղել ու կսե հրեշտակը սեց ներս մտնի տրովը փառք իրան ժողովուրդ ջան այս խոսքերը մեզի երկնքին կհուսադրեն ժողովուրդ ջան որ Աստված զավակներ ունի այսպիսի զավակներ ունի երկրակնդի վրա երկրի վրա որ մենք կլսենք ու կուրախանանք թե Աստված ինչ կերպ է պատրաստ է մարդկանց ու այսօր էլ մեզի կպատրաստ է որովհետեւ մենք այդ դռնովը ներս մտնենք որ սեպարի հավատարիմ ծառա մդի հորս ուրախությունը թող Տիրոջ անունը փառավորվի ամեն